երկձիգը, անտարբերությունը, բավական է պառակտումը։ Ակնհայտ է, որ այսօր երկրի կառավարումը հիմնված է ստի և անպատասխանատվության վրա։ Հայաստանի կառավարիչների ամենաուժեղ կողմը ամոթ չունենալն է։ Նրանք կարող են ուղիղ նայել մարդկանց աչքերին և ստել, նաև զրպարտել։ Հենց այդպես 44-օրյա պատերազմում հաղթելու ենք ասելով տարանպարտության, Արցախը Հայաստան է և վերջ ասելով հանձնեցին Արցախը, Արցախը հանձնեցինք, որ պաշտպանենք Հայաստանն ասելով, անպաշտպան թողեցին Հայաստանի սահմանները և թույլ տվեցին, որ թշնամին անարգել թափանցի այդ սահմաններից ներս օկուպացնի տարածքներ։ Ժողովրդավարության բաստիոն ենք տարածաշրջանում ասելով երկրում հաստատեցին բռնապետություն։ Բանակցություններում կարմիր գծեր ունենք հայտարարելով չունեցան ոչ մի այդպիսի գիծ։ Բանակը բարեփոխում ենք ասելով թուլացրին և քանդեցին բանակը։ Ժողովրդի ծառան ենք ասելով, ժողովրդի հաշվին շռայլորեն ապրելով և զվարճանքի տեսարաններով ծաղրեցին և մինչև հիմա ծաղրում են նույն այդ ժողովրդին։ Արցախի անվտանգության երաշխավորն ենք ասելով, ի վերջո միայնակ թողեցին հերոսաբար մինչև վերջին վայրկյանը պայքարող Արցախին, իսկ հետո լկտիաբար հայտարարեցին, թե արցախցիները փախչել են իրենց երկրից, իրենց բնօրրանից։ Անբարոյականությունը զավեշտը հասել են այնտեղ, որ Արցախի հերոսական ժողովրդին փախած կամ թռած է անվանում մի մարդ, ում ամբողջ կյանքն ու քաղաքական կենսագրությունը հիմնված է փախուստի և թռչելու վրա։ 44-օրյա պատերազմի ժամանակ փախչել է իր վարած պատերազմում պարտության պատասխանատվությունից, իսկ պատերազմից հետո սեփական ժողովրդից փախչել և վախեցած թաքնվել է բունկերում։ Մի բան է մնում, որ այս շղթան ստանա իր ավարտն ու տեսքը, որ նա փախչի կառավարության իր աշխատասենյակից միայն մինչև հերթական աղետը մեր երկրի գլխին բերելը։ Սրանք ասում են նաև, թե 2020-ին մեզ սպանդանոց տարավ ՀԱՊԿ-ը։ Իհարկե, ՀԱՊԿ-ը աշխարհի ամենաարդյունավետ ռազմաքաղաքական կառույցը չէ, բայց հատ ինչպես էր ստացվում, որ նույն ՀԱՊԿ-ը 2016-ին Երևանում գագաթնաժողովի ժամանակ հատուկ փաստաթուղթ էր ընդունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված, որտեղ ամրագրում էր նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը։ ՀԱՊԿ-ի հետ պետք էր ճիշտ և համբերատար աշխատել, չփչացնել հարաբերությունները մինչև պատերազմ, իսկ պատերազմից հետո չընդունել նեղացածի կեցվածք և այդքանով հանդերձ վերջերս անամոթաբար համաձայնել ստանալ ՀԱՊԿ-ի անդամ երկրներից մեկի պետական բարձր պարգևը։ Սրանք մսխել են Հայաստանի բոլոր դիվանագիտական հաջողությունները։ Անցյալ տարեվերջին անգամ ընտրողաբար հրապարակված արցախյան բանակցությունների փաստաթղթերի փաթեթը վկա։ Այս ամբիոնից ուզում եմ վերստին ընդգծել. մենք մշտապես բանակցել ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը միջազգայինորեն երաշխավորելու համար։ Մենք մշտապես բանակցել ենք Արցախի ինքնիշխան պետականության ամրապնդման համար։ Երբեք չենք վարանել աշխարհի հզորներին դիվանագիտորեն, բայց հստակ բանաձևել մեր ակնկալիքները և բանակցել դրանք կյանքի կոչելու համար։ Հրապարակված փաթեթը վկա։